Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես 2023 թվականից ի վեր պետբյուջեից տարբեր ծրագրերով մոտ 145 միլիարդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար։ Այդ մասին Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց խորագրով քննարկմանն ասել է վարչապետը։ Այս պահի դրությամբ ընդամենը մոտ 1700 ընտանիք ծրագրով տուն է ձեռք բերել։ Մի կողմից թիվը ըստ Փաշինյանի քիչ չէ այն առումով, որ աշխատող մեխանիզմ կա, որի լավարկումը միշտ էլ օրակարգում է։ Մյուս կողմից կա անհանգստություն, քանի որ կա ցանկություն, որ գործընթացն ավելի մեծ ծավալով տեղի կունենա։ Փաշինյանն անդրադարձել է նաև շահարկումներին, թե առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են եւ որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգի, խոչընդոտի։ Պատասխանելով ներկաների հարցերին կապված բնակարան ձեռք բերելու հետ, վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում որոշում կկայացնեն եւ Երևանամերձ մարզերի համար, որտեղ 3 միլիոն է, կդարձնեն 4 միլիոն դրամ։ Առաջիկայում դե յուրե որոշումը կկայացնեն։ Նախկինում կար շահարկումներ, որ առաջիկայում ընտրություններ են, կառավարությունը ամեն ինչ անելու է, որ քաղաքացիություն ստանալու process-ները ձգձգի, խոչընդոտի եւ այլն, բայց հիմա ընդհակառակը մենք անհանգստացած ենք, որ ծավալները քիչ են։ Իհարկե, այս ընթացքում նաեւ մարզային այցերի ընթացքում եղան դեպքեր, երբ կոնկրետ անձինք ասում էին, որ ինչ որ խնդիրներ կան, բայց դրանք փաստաթղթային ենթադրում եմ խնդիրներ են կամ գուցե կառուցակարգային խնդիրներ կան, որոնք մենք չենք նկատել եւ չենք լուծել, բայց դա պատահում է նաեւ անձնագիր փոխելու կամ այլ process-ների ընթացքում։ Ես նախ էլի ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել, որ այսօրվա մեր հանդիպման համար ինչու ավելի վաղ այս ձևաչափով հանդիպում չի եղել, որովհետեւ այնուամենայնիվ եւ համայնքներում եւ մարզերում եւ կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործել է աշխատանքային համակարգող խումբ եւ այդ ձևաչափերը իրենք բավարար չափով հագեցած չեն եղել, դե տեղ ունեցել են իրենք իրենցով աշխատելու։ Հիմա ես կարծում եմ, որ մենք հասել ենք մի հանգրվանի, որ պետքա ամփոփենք նախորդ փուլի արդյունքները եւ արձանագրենք մեր առաջիկա անելիքները, մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն, տուն, աշխատանք, սոցիալական միջավայր։ Մեզ պետքա ձեզնից ազդակներ ստանալ, թե էլ ինչ պետքա անենք, որպեսզի այդ հարցը հնարավորինս արդյունավետ լուծենք։ Ղարաբաղից տեղահանված 34576 անձ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ներքին գործերի նախարարն է հայտարարել, Հարփինե Սարգսյանն ասել է, որ այս պահի դրությամբ լիովին այլ իրավիճակ է քաղաքացիության դիմումների մասով, որովհետև եթե անցած տարվա կտրվածքով առաջին կիսամյակում ընդամենը մոտ 4000 դիմում են ունեցել, արդեն այս տարվա հաշվարկով 2.5 ամսվա կտրվածքով այդ թիվը գերազանցում են։ Նախարարը նաև հիշեցրել է, որ ի տարբերություն մյուսների Ղարաբաղից տեղահանվածները քաղաքացիության դիմելու համար որևէ վճար չեն վճարում։ Մենք անմիջապես, երբ որ կարգավիճակի որոշումը եղել է, մոբիլիզացրել ենք մեր ամբողջ ռեսուրսը եւ քաղաքացիության դիմումների ընդունման գործընթացին ենք լծվել, ընդ որում ի տարբերություն ներկա իրավիճակի մենք նախկինում ընդամենը 1 կետում էինք ընդունում քաղաքացիության հետ կապված դիմումները, հաշվի առնելով նաեւ ընդհանուր ծավալները։ Այս պահի դրությամբ հանրապետության բոլոր կետերում հաշվի առնելով մեր հայրենակիցների դիմումների հոսքերը, բոլոր կետերը բաց են, հասանելի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար դիմումներ ներկայացնելու համար։ Ընդ որում, բացի հիմնական կետերից, պիտի նշեմ, որ Երևանում 2 կետ ունենք առանձնացված եւ նաեւ շրջիկ ձևաչափով մեր շարժական գրասենյակները եւս թույլ են տալիս դիմումները այդ եղանակով եւս հավաքագրելու։ Նշեմ, որ այս ընթացքում իհարկե որոշ խնդիրներ արձանագրել ենք փաստաթղթավորման առումով հատկապես, որովհետեւ մեր սիրելի հայրենակիցները ներկայացրել են տարբեր հարցեր, որոնք կախված են եղել որևէ փաստաթուղթ կորցնելու, այդ փաստաթղթի հետ կապված տվյալները չներկայացնելու մասով, բայց պիտի նշեմ, որ մենք սերտորեն գործակցելով մեր գործընկերների հետ անընդհատ փորձում ենք լուծել այս խնդիրները, հասկանալ թե ինչպես պիտի վերականգնենք այս տվյալները։ Գիտեմ, որ տարբեր խնդիրներ եք նաև բարձրաձայնում մեր հետ թե ուղիղ, թե անուղղակի հաղորդակցության շրջանակներում, որ
հատկապես ծննդյան վկայականների վերականգնման մասով հարցեր կան, դատական քաշքշուկներն են ավելի բարդացնում ընդհանուր process-ը եւ այս պայդրությամբ օրինակ լուծում ենք քննարկում, կգանք իհարկե վերջնական որոշման, բայց շատ ավելի հեշտ ճանապարհով, օրինակ նոտարի կողմից իրավաբանական փաստ հաստատելու ճանապարհով ավելի կրճատելու այն ժամանակահատվածը, որը որ պիտի ծախսվի փաստաթղթի վերականգնման վրա, իհարկե միասնաբար կհասկանանք նաև այս լուծման իրատեսականությունը, բայց ուզում եմ հավաստիացնել, որ մենք եւս իրազեկվելով խնդիրներին փորձում ենք այլընտրանքային լուծումներ նաև այս տրամաբանության մեջ մշակելու, որպեսզի process-ը հարթ ընթանա։ Շարունակենք Մասկատու մարդգործնախարարը հանդիպել է Օմանի գյուղատնտեսության, ձկնաբուծության եւ ջրային ռեսուրսների նախարարի հետ։ Քննարկել են ոլորտային գործակցության զարգացման, առևտրի խթանման հնարավորությունները ներկրման ու արտահանման ուղղություններով։ Ներկայացվել են փոխադարձ հետաքրքրություններն ու այն ուղղությունները, որոնք առավել ներուժ են պարունակում առևտրաշրջանառության ընդլայնման առումով։ Անդրադառնալով տնտեսական զարգացման եւ ներդրումային նպաստավոր պայմաններին, նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են խթանել ոլորտային գերատեսչությունների եւ մարմինների, նաեւ գործարար շրջանակների միջև ուղիղ կապերը, ապահովելու համատեղ նախաձեռնությունների ու կոնկրետ ուղղություններով շահավետ գործակցության կյանքի կոչումը։ Նախարարը հանդիպել է նաև Օմանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ։ Զրուցակիցները քննարկել են ավիացիայի տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր, երկուստեք ընդգծելով Երևան-Մասկատ ուղիղ ճվերթի հաստատումը խթանելու պատրաստակամությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ եւ դինամիկ տնտեսական գործընկերությունների խթանմամբ։ Մտքեր են փոխանակել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների թվայնացման եւ նորարարական կրթության, արհեստական բանականության եւ ոլորտներում լավագույն փորձի փոխանակման հնարավորության շուրջ։ Այս պահին ներկայացված սահմանադրության տեքստում ներածությունը չկա առհասարակ, իսկ անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասել է Արդարադատության նախարարը, անդրադառնալով հարցին, թե արդյոք հռչակագրի մասը սահմանադրության նոր տեքստից հանվել է։ Սրփուհի Գալյանն ասել է, որ հիմա վարչությունում եւ խմբակցությունում են քննարկումները շարունակում։ Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա պետության իրավական հիմքն է եւ մեկ քննարկմամբ վստահաբար չեն կարող ամփոփել իրենց մտքերը։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ սահմանադրության նոր տեքստի հրապարակման ժամկետները դեռ հայտնի չեն, կհստակեցվեն, չկա նաև հանրաքվեի ժամկետ։ Ընդհանրապես թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում. սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում հրապարակային է լինելու ներածությունը եւ հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրած, կորոշվի։ Հիմա վարչությունում են քննարկումներ եւ խմբակցությունում են քննարկումները շարունակվում։ Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա մեր իրավական հիմքն է պետության եւ մեկ քննարկումով վստահաբար չենք կարող ամփոփել մեր մտքերը եւ մեր մտքերն ամփոփելուց հետո կորոշվի դրանք էլ են տեքստը պատրաստ է եւ ես խոստացել եի որ մարտ ամսին պատրաստ կլինի բայց մտքերի փոխանակման համատեքստում հրապարակման ժամկետները կհստակեցվեն ամեն դեպքում պետք է ներկայացնեք վարչության նիստում այդ մոտեցումներում կան հանգամանքով որ հնարավոր է պահպանվի նաեւ անկախության հռչակագիրը նախ եկեք վարչությունը չենք շփոթում սահմանադրական բարեփոխումների խորհրդի հետ, խորհուրդը բոլորովին այլ մարմին է, որտեղ վարչությունից որպես պատգամավոր ներկայացված է մեկ մարդ այս պահին եւ մնացածը ավելի մեծ մասը, այսպես ասեմ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են եւ ամեն մարդ պատասխանատու է իր որոշման համար եւ խորհրդում որոշումները ընդունվում են հենց այդ սկզբունքով։ Տիկին Գալյան, իսկ ներածության մեջ է հրապարակային դարձնելու իրավական արգելանք ոչ ինչու մինչև հիմա հրապարակային պատրաստ չէ։ Տեսեք, եթե դուք ինձ նախ սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկումները հրապարակային են,
ձեզ բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու խորհրդի նիստերին։ Մենք ունեցել ենք նիստեր, որոնց մասնակցել են զանգվածային լրատվության միջոցներ, եւ սա շատ կարևոր հանգամանք է, որ մենք կուլիսների հետևում չենք աշխատում։ Ինչ վերաբերում է ավելի լայն հանրային քննարկումներին, մենք չունենք հանրաքվեի ժամկետ։ Ես ձեր մտահոգությունները, եթե դրանք մտահոգություն էին, կարող էի հասկանալ, եթե օրինակ ժամկետ լիներ հանրաքվեի, մենք ասած լինեինք, այսինչ օրը անցկացնելու ենք հանրաքվե եւ ուշացնեինք տեքստի հրապարակումը, բայց սիրելիներ, հանրաքվեն նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին, ոչ, որովհետեւ օրենսդրական արգելք կա եւ այս մասին բազմիցս խոսել ենք։ Մենք կտանք հանրությանը, որովհետև դա մեր մեծագույն ցանկությունն է, բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին եւ բավարար ժամանակ տեքստին ծանոթ լինելով կատարել ճիշտ ընտրություն։ Չնայած ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մանդատը դեռ վայր դնելու դիմում չի ներկայացրել, այդուհանդերձ այսօր հրաժարվել է վարել հանձնաժողովի նիստը, քանի որ նախագահի կողմից առաջադրվել է սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Նա հանձնաժողովի նիստի նախագահությունը փոխանցել է հանձնաժողովի նախագահի տեղակալին։ Լրագրողների հետ զրույցում շատ մանրամասներ չի հայտնել, բայց ասել է, որ հնարավոր շահերի բախումից խուսափելու համար անհրաժեշտ է համարում պասի վարքագիծ դրսևորել հետագայում խնդիրներ չառաջացնելու համար ոչ ազգային ժողովի գործընկերների, ոչ էլ սահմանադրական դատարանի հավանական գործընկերների համար։ Այս անցումային կարգավիճակում որևիցե մեկնաբանություն չեմ տալու։ Այսքանը։ Դուք հրաժեշտ տվեցիք։ Հրաժեշտ չեմ տվել, շնորհակալություն եմ հայտնել։ Ինչու՞ չեք մասնակցում նիստին, եթե դեռ չկա հրաժարական ազգային ժողովի հայտարարությունը չկա։ Որովհետև շահերի բախումից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս այնպիսի վարքագիծ դրսևորել, որը չի ստեղծի լրացուցիչ իրավական խոչընդոտներ որևիցե մի սուբյեկտի համար, թե ազգային ժողովի, թե սահմանադրական դատարանի։ Դա շահերի բախումից խուսափել։ Օրինակ տեսեք, այս օրակարգում կա սահմանադրական դատարանի մասին օրենք, եւ դրա քվեարկության մասնակցությունը ինքնին կարող է ստեղծել շահերի բախում։ Այսքանը շնորհակալություն։ Բայց մարդիկ ինչ է հանդիպում, որ դուք քպական լինելով գնում եք։ Ես ասացի, որ ես մեկնաբանություններ չեմ տալու։ Ես ասել եմ մեկնաբանություններ չեմ տալու։ Ինչ է սպասվում թրիփին եւ արդյոք ժամանակավորապես դադարեցվելու է գործընթացը կապված տարածաշրջանի զարգացումներով։ Այն համատեքստում, թե Միացյալ Նահանգների հետաքրքրությունները փոխվել են։ Էկոնոմիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ամեն ինչ ըստ պլանավորածի արվում է, իհարկե կան խնդիրներ, բայց Գևորգ Պապոյանը հուսով է, որ կողմերը համաձայնության կգան ու պատերազմը շուտով կավարտվի։ Մենք կլինենք, թրիփն էլ կլինի։ Այսինքն ժամանակավորապես այս դադարը ինչի մասին է խոսում։ Թրիփ կլինի, քաղաքացիական պայմանագիր էլ կլինի։ Բայց կարող է խնդիրներ չեն ստեղծվել։ Չի, երկուսն էլ կլինեն։ Չէ, բայց ամեն դեպքում հիմա ժամանակավոր դադար է, այսինքն Միացյալ Նահանգների ամեն ինչ ըստ պլանավորման գնում է արգելի գործընկերներ, հա, հասկանալի է, կա խնդիրներ այդ մասով, բայց ես կարծում եմ, որ եւ հուսով ենք բոլորս, որ հակամարտություն ամեն դեպքում քաղաքական բարձր հայտարարությունները Միացյալ Նահանգներից նվազագույն նրա մասին է, որ գործընթացը ինչ-որ մի շրջան հետո հուսով են կավարտվի եւ ինչպես նաեւ քիչ առաջ էլ նշեցի, մեր ռազմավարական գործընկերը եւ մեր բարեկամ հարևան երկիրը ի վերջո կհասնեն համաձայնության։ Այսինքն այս կողմից վստահություններ են հնչել, որ կշարունակվի գործընթացը, թե դա լավատեսական է ձեր կողմից։ Ես կարծում եմ, որ մենք մեր օրակարգով պետք է շարժվենք, աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել, բայց եթե մենք մեր ճիշտ ճանապարհով շարժվենք, մենք միշտ այդ ընթացքում զբաղված կլինենք կարկանդակ ուտելով եւ ոչ թե խառնված կլինենք այլ բաների մեջ, եւ սա էլ մենք մեր թրիփը կսարքենք, մեր հյուսիս-հարավը կսարքենք։ Բայց միակողմից մենք մեր գործերի վրա ենք։ Առանձին կղզիակ չենք մենք ունենք տարածաշրջանում պատերազմ մեր անմիջապես հարևանությամբ։ Մենք չենք կարող այդ ամենից անմաս մնալ եւ ինչպես դուք եք ասում կարկանդակ։ Որտեղ կարկանդակ ուտելու համար, պարոն Պապոյան, Իրանից կաթնամթերքի հումք պետք ունենք։ Մենք կարկանդակ ուտում ենք։ Հենց հիմա էլ հանգիստ ուտում ենք, այնպես որ այս քաղաքականությունը շատ ճիշտ է եւ դա մեզ չէ, բայց պարոն Պապոյան, մենք մեր գործերի վրա պետք է կենտրոնանանք։
Բացահայտվել է երկու խոշոր սխեմա, պետեկամուտների կոմիտեի նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գոքաբանում առգրաված մեքենաների հարցին։ Քաղաքացիները դժգոհում են, որ չեն կարողանում տնօրինել իրենց գույքը կեղծված վին կոդերի պատճառաբանությամբ։ Էդուարդ Հակոբյանը պարզաբանել է, որ խնդիրը կրում է իրավական բնույթ եւ կապված է բացահայտված հանցավոր սխեմաների հետ։ Մեքենաներն այժմ գտնվում են հատուկ պահպանության տակ եւ հարուցված են քրեական գործեր։ Հակոբյանը հորդորել է քննության մանրամասների համար դիմել իրավապահներին։ Հիմա այդ մեքենաները շատ անվտանգ կերպով պահպանվում են մեր Գյումրու մաքսային տարածքում եւ համապատասխան հաղորդում է գնացել մեր կողմից ու քրեական գործ է ընթանում այդ ուղղություններով։ Դրա համար իմ կարծիքով արդեն ճիշտ կլինի համապատասխան մարմիններին հարց հնչեցնեք, թե քննությունները ինչ փուլում են գտնվում։ Այսինքն մենք բացահայտել ենք սխեմաները, համապատասխան օրենքին համաձայն գործել ենք, պահպանում ենք այդ մեքենաները անվտանգ տարածքներում եւ սպասում ենք տեսնենք թե ինչ քննություն կլինի եւ ինչ արդյունքներ կլինեն դրա արդյունքում։ Շարունակենք դատախազությունը մանրամասներ է հայտնել 1 տարեկան 2 ամսական փոքրիկի հետ կատարվածի վերաբերյալ։ Պարզվում է երեխայի նկատմամբ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու դեպքով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։ Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց ընտրելու։ Հիշեցնեմ, երեխան Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխվել կլինիկական մահախտորոշմամբ։ Նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծայրահեղձան է։ Ըստ որոշ տեղեկությունների երեխայի կենսաբանական մայրն Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է եւ բացի փոքրիկից ունի եւս 3 երեխա։ Նրանցից 2-ը հանձնված են Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, 1 երեխային պահում է տատիկը, իսկ ծեծի ենթարկված փոքրիկը վերջին շրջանում հոր եւ խորթմոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրն ու խորթմայրն Արաբկիր համայնքում են բնակվում։ Առողջապահության նախարարը երեխայի առողջական վիճակի մասին ամեն օր հետաքրքրվում է։ Անահիտ Ավանեսյանն ասել է, որ դրական տեղաշարժ կա եւ երեխան բժիշկների հսկողության տակ է։ Ես ամեն օր նրա առողջական վիճակի մասին հետաքրքրվում եմ, ունենք դրական տեղաշարժ եւ բժիշկների հսկողության տակ է։ Ես ուզում եմ իմ շնորհակալությունն ու գնահատանքը արտահայտել մեր ողջ բժշկական անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ եւ ճիշտ ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը։ Տիկին Ավանեսյան, բայց ասում են ծայրահեղ ծանր վիճակում է։ Ես ավել ինֆորմացիա չեմ տա բժիշկների հսկողության տակ։ Նախարարը նաև արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե չի հանգստանա, մինչև այս իշխանությունը չհեռանա։ Թող հանգստացնող եւ այլ միջոցառումներ իրականացնի, առողջարանային կամ այլ չխորանամ, իր խնդիրն է, մեկնաբանելու բան չունեմ։ Եվ կարծում եմ, որ նա նաև չի հանգստանում, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման բավական մեծ փաթեթ կա, որը հաջողությամբ պիտի նրան հանգստացնի եւ երբ որ պետությանը վճարվի վերջին լուման իր կողմից թալանված, վստահաբար ես ասի քրեական գործեր կան, որոնք որ դեմեք որ լրացվի, չեմ լրացնում, բայց շատ լավ է։ Պետք է գործ անեք, ապացուցեիք դա, որ այդքան հարգելիներս հենց գործ արված է, ապօրինի գույքի բռնագանձման թե օրենսդրական դաշտն է ստեղծված, թե գործերն են ընթացքի մեջ եւ թե ունենք կայացած վճիռներ, վստահաբար մինչեւ վերջի լումանել մեր պետությունը հետ կլինի։ Նիկոլ Փաշինյանը իրենց մենք պետական բյուջեն նախ ես ընդհանուր բյուջեի մասով զերծ կմնամ թիվ հնչեցնելու կրկնակից ավելով ավելացել է եւ դա ավելացել է հենց նրա շնորհիվ, որ 2018 թվականի ուրեմն Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անում է ամեն բան տնտեսական աճ ապահովելու եւ ոչ թե թալանելու, այլ դա ուղղելու առողջության ապահովագրությանը, ուրեմն ճանապարհների կառուցմանը, դպրոցների կառուցմանը եւ այլ տնտեսական ծրագրերի։
Միքայել arczepiskopos Աջապահյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը մերժել է Շիրակի թեմի առաջնորդի խափանման միջոց տնային կալանքը փոխելու միջնորդությունը։ Նրան սակայն թույլատրվել է ներկա լինել պատարակներին, հաղորդություն ստանալ, սակայն պատարակ մատուցել չի թույլատրվում։ Հիշեցնեմ, Միքայել arczepiskopos Աջապահյանի երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, մեղավոր ճանաչվելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Arczepiskopos-ը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Դատախազությունը պահանջում է Բագրատ arczepiskopos Գալստանյանին օտարված հատուկ նշանակության տարածքը վերադարձնել Հայաստանին։ Վարույթի շրջանակում պարզվել է, որ Պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման ամրացված Բերդ համայնքի Նավուր գյուղի անշարժ գույքը մոտ 8.5 միլիոն դրամով օտարվել է ԱՍ-ին։ Հետագայում ԱՍ-ը նշված հատուկ նշանակության հողատարածքը եւ շինությունները, այդ թվում զորանոցը ընդամենը 400,000 դրամով օտարել է Բագրատ Սրբազանին։ Պարզվել է, որ հողամասը հատուկ նշանակության է, իսկ հողային օրենսգրքի համաձայն արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, որոնք հատուկ նշանակության հողեր են։ Միաժամանակ գլխավոր դատախազությունը դեռևս 2023 թվականին հայց էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ ԱՍ-ի եւ երրորդ անձանց, այդ թվում Բագրատ Սրբազանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Նշված հայցով կիրառվել է հայցային վաղեմություն, սակայն գլխավոր դատախազության կողմից վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով, հայտնել են դատախազությունից։ Տարածաշրջանում ամերիկյան բոլոր բազաներն ու իսրայելական զինվորականների կենտրոնացման վայրերը ոչնչացվել են։ Այս մասին հայտում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Մոսկվան էլ դատապարտում է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը։ Լրագրողների հետ սրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դատապարտում են ինքնիշխան Իրանի ղեկավարության առողջությանը վնաս հասցնելուն եւ առավել եւս սպանությանն ուղղված գործողությունները։ Հիշեցնեմ, այս գիշեր հաստատել են Ալի Լարիջանիի եւ Բասիջ ուժերի հրամանատարի զոհվելու փաստը։ Վերջին նորություններն այս պահի դրությամբ ու աշխարհում կատարվող այլ իրադարձությունները տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է արձագանքել ազգային հակահապեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթի հրաժարականի համար, ասելով, թե նա շատ թույլ էր անվտանգության հարցում։ Երբ մեզ հետ աշխատում է մեկը, ով ասում է, որ չի մտածել, որ Իրանը սպառնալիք է, մեզ պետք չեն նման մարդիկ, նրանք խելացի մարդիկ չեն կամ նրանք խորաթափանց մարդիկ չեն, հավելել է Թրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակված հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան մարտի 17-ին հայտնել է հրաժարականի մասին, պատճառաբանելով դա Իրանում ամերիկյան վարչակազմի կողմից տարվող պատերազմով։ Ազգային հակահապեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը իր հրաժարականի դիմումը հրապարակել է X-ում գրելով. Երկար մտորումներից հետո ես որոշեցի հրաժարական տալ ազգային հակահապեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնից, որն ուժի մեջ կմտնի այսօրվանից։ Ադրբեջանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Աբաս Արախչին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը եւ երկկողմ հարաբերությունները։ Կողմերը մասնավորապես անդրադարձել են ադրբեջանական տարածքի նկատմամբ անօթաչուների գրոհի դեպքին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն նախարարները ընդգծել են քաղաքացիական օբյեկտներին հարվածներ թույլ չտալու անհրաժեշտությունը, ինչպես նաև հայտարարել են տարածաշրջանում ռազմական լարվածության շուտափույթ դադարեցման եւ առկա խնդիրների բացառապես քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով կարգավորմանն աջակցելու մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Իրան է ուղարկվել հերթական հումանիտար օգնությունը։ Իրանին տրամադրվող 82 տոննա ընդհանուր քաշով հումանիտար օգնությունը ներառում է տարբեր սննդամթերքներ, դեղամիջոցներ եւ բժշկական պարագաներ։ 76 տոննան կազմում են պարենային եւ սննդի ապրանքները, 4 տոննան դեղամիջոցները եւ 2 տոննան բժշկական պարագաները։ Հումանիտար օգնությունն Իրան կհասցվի 5 բեռնատար ավտոմեքենաներով։ Հաշվի առնելով, որ հումանիտար օգնությունն ուղարկվում է Նավրուզի տոնի նախաշեմին, օգնության կազմում ներառվել են նաև համապատասխան նվերներ, ասվում է հաղորդագրությունում։
Թեհրանը հարվածների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ, ընդգծելով, որ վրեժը լուծում Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության համար։ Իրանական պետական ԶԼՄ-ների կողմից տարածված հայտարարության մեջ նաև նշվում է, որ թիրախավորվել է Թել Ավիվի մոտ գտնվող շրջանը։ Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարձակումների հետևանքով երկրում տարբեր հիվանդանոցներ է տեղափոխվել 192 մարդ։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պատերազմի սկսվելուց ի վեր տարբեր վնասվածքներով հիվանդանոցներ են ընդունվել 3727 մարդ։ Իրանական հարվածների հետևանքով մարտի 18-ին Թել Ավիվում մահացել է 2 մարդ։ Իսրայելական ուժերը մարտի 18-ին թիրախավորել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Ալ-Բարուշա շրջանը, որի հետևանքով կան նոր զոհեր եւ վիրավորներ։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Մայրաքաղաք Բեյրութի վրա Իսրայելի կողմից իրականացված երկու հարձակումների հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 6 եւ վիրավորվել 24 քաղաքացի, ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարությունում։ 3 մարդ զոհվել է Կենարիդ բնակավայրում իսրայելական ուժերի հարվածի հետևանքով։ Լիբանանի առողջապահության նախարարության մեկ այլ հայտարարության մեջ ասվում է, որ Բալբեկ շրջանի վրա իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 4 քաղաքացի, եւս 7-ը վիրավորվել է։ Ցանկացած արտաքին ագրեսոր Կուբայի համար կհանդիպի անհաղթահարելի դիմադրության։ Այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը։ ԱՄՆ-ն գրեթե ամեն օր հրապարակավ սպառնում է Կուբային սահմանադրական կարգի բռնի տապալմամբ։ Նա մտադիր է եւ հայտարարում է երկիրը, նրա պաշարները, սեփականությունը եւ նույնիսկ տնտեսությունը զավթելու պլանների մասին, գրել է Կուբայի նախագահը X-ում։ Միգել Դիազ-Կանելը նշել է, որ ԱՄՆ-ն դաժան տնտեսական պատերազմ է սկսել ժողովրդի դեմ։ Վատթարագույն սցենարի դեպքում Կուբան ունի հետևյալ համոզմունքը. ցանկացած արտաքին ագրեսոր կհանդիպի անհաղթահարելի դիմադրության, հավելել է Կուբայի նախագահը։ Սլովակիան չի աջակցի Եվրոպական միության հինգշաբթի օրը նախատեսված գագաթնաժողովի եզրակացություններին, որոնք վերաբերելու են Ուկրաինային, քանի որ բացակայում է Դրուժբա նավթամուղի մասին կետը, որով մղումը դադարեցրել է Կիևը։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Նա հայտնել է, որ Սլովակիայի եւ Ուկրաինայի հարաբերությունները չեն կարող միակողմանի բնույթ կրել։ Հիշեցնենք, որ Կիևը դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը Դրուժբայով ուկրաինական տարածքով դեպի Սլովակիա եւ Հունգարիա հունվարի 27-ին, վկայակոչելով խողովակաշարի վնասվածքները։ Սլովակիայի իշխանությունները կարծում են, որ նավթամուղը գործում է, իսկ նավթի մատակարարումների դադարեցումը ուկրաինական կողմի քաղաքական որոշումն է, որի նպատակը շանտաժն է։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ վաղը եղանակը կլինի առանց ստեղումների, մարտի 21-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։